Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Երբ խանութում անծանոթ մի կին ասում է ձեզ դու վերջն ես, մի ուրախացեք։ Նա նկատի ունի, որ դուք հերթում վերջինն եք։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMG հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ Մենք իհարկե ուղիղ եթերում ենք, այս պահին 22:35 րոպե կամ 10:35 PM, ինչպես այստեղ ընդունված է ասել, եւ դուք իհարկե անամպեր սպասում եք, թե ով է լինելու այսօրվա Armenian Evening ծրագրի հյուրը, ասեմ, որ շատ հետաքրքիր հյուր, շատ հետաքրքիր իհարկե մենք ունենալու ենք այսօր հարցազրույց, խոսելու ենք շատ հետաքրքիր բաների մասին իհարկե, բայց եկեք շատ փակագծերը չբացեմ, ինչ եք անում դուք այս պահին դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք այս պահին սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին, շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Հավատարիմ մեր գործընկերը օգնել է շատ եւ շատ մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, օգնում է եւ վերադարձնում այդ մարդկանց լիարժեք կյանքի։ Այնպես որ եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք նման խնդիր եւ ցանկանում եք ձերբազատվել, ապա մտածելու կարիք չկա, միանգամից դիմում եք 911 Detox Center։ Հեռախոսահամարն է 409 900-911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը պարզապես համալիր չէ, այլ առողջարան է։ Այստեղ կան լողավազաներ տաքանքային ջրով, հարմարավետ համարներ, մի խոսքով բոլոր հարմարությունները լիարժեք հանգիստ անցկացնելու համար։ Այնպես որ եթե ունեք հանգստյան օրեր, իհարկե զանգարեք, ամրագրեք ձեր տեղերը եւ գնացեք լիարժեք լավ ժամանակ անցկացրեք։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Շատ արագ եւ շնորհակալություն իդեպ մեր գործընկերներին եւ այս պայն շատ արագ ընթերցեմ այսօրվա նորությունները եւ այնուհետեւ իհարկե սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ 1945 թվականի գինու շիշը սահմանել է համաշխարհային ռեկորդ, դառնալով աճուրդային վաճառքների պատմության մեջ ամենաթանկը։ Այն աճուրդում վաճառվել է ուշադրություն $812,000։ Այժմ գնորդը կանգնել է ուրիշ խնդրի առաջ, բա լավ, տանը որտեղ է շիշը պահի, որ չկոտրվի, որովհետև շիշը տան գնից Իսպանիայի գերագույն դատարանը որոշել է, որ ձեռքի համբույրը կարող է սեռական ոտնձգություն համարվել, իսկ դա նշանակում է, որ այսուհետ թաթիկները պատչեմ արտահայտությանը հետևելու է նման պատասխան, որտեղ ուզում ես պատչի, բացի թաթիկներից։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք կվերադառնանք մի քանի րոպեից, վայրկյանից եւ ես սիրով կներկայացնեմ մեր հյուրին։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է տաղանդավոր դերասան, իմ շատ լավ ընկեր Արման Նավասարդյան։ Արման ջան, բարի երեկո։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ քեզ տեսնել մեր տաղավարում, շնորհակալություն հրավերքս չմերժելու համար։ Սիրելի հեռուստադիտողներ, ասեմ ձեզ, որ Արմանը հենց այսօր ընդամենը մի քանի ժամ առաջ ժամանեց Միացյալ Նահանգներ եւ իմ հրավերքս իհարկե չմերժեց, մենք իհարկե խոսելու ենք նպատակը ինչն է գալու առհասարակ Միացյալ Նահանգներ, դրա մասին քիչ ուշ։ Արման ջան, ուրախ եմ ողջունել քեզ, շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Ես շատ ուրախ եմ, որ
հրավիրել եք ու անկախ այս հոգնածությունից պատասխանատվություն ունեցա եւ եկա հուսամ չեմ քնի։ Չէ, մենք չենք թողի, համեն դեպս մեր հեռուստադիտողներն չեն թողի, մենք էլ չենք թողի Արման ջան։ Համազգային թատրոնի հյուրախաղերով եկել է այստեղ Միացյալ Նահանգներ, արդեն լինելու է մի քանի օրից ներկայացումները, ես իհարկե քիչ ուշ անպայման դրա մասին կզրուցենք, դու ավելի մանրամասն կպատմես եւ նաեւ մեր հեռուստադիտողներին կտեղեկացնենք այդ ամենի մասին, պարզապես Արման ջան, առաջին հարցը, որ ես ուզում եմ տալ, դա հարցով սկսում եմ բոլոր հյուրերին։ Ով է եղել այն մարդը կամ գուցե ծնողները կամ մարդիկ, ով գտավ այդ տաղանդը քեզ մեջ որպես դերասան եւ ասեց, որ այս կամ գուցե հենց դու, որ ասեց, այս երեխան պետքա դառնա դերասան։ Այսինքն ինքը այսպես ով էր այդ մարդը կամ մարդիկ։ Ես հիմա չեմ կարող դա հիշել կոնկրետ ով էր, բայց ասողները շատ էին, սկսած իմ ընկերներից, իմ ուսուցիչներից, ծնողներս բնականաբար, բայց այդ ամեն ինչը ոչինչ է, եթե իսկապես դու չես գիտակցում, որ կարող ես։ Բայց դու պետքա մեջդ լինի, այնուամենայնիվ կողքից դե հələ որ մի քիչ փոքր ես լինում։ Ինչքան ուզում եմ մեջը լինի, գիտես, երբ որ դու սկսում ես սովորել, երբ որ դու սկսում ես առաջին քայլերը տանել, այդ ճանապարհին ես դու կամ հասկանում ես, որ մեջը հաշիվ չկա, կամ չես հասկանում, որ մեջը հաշիվ չկա։ Եթե չես հասկանում, որ մեջը հաշիվ չկա եւ շարունակում ես մնալ, դա ողբերգություն է։ Իսկ եթե ժամանակին կարողանում ես հետ կանգնել, ուրեմն ամեն ինչ։ Դե հիմա ամենայն դեպս դու ժամանակին հետ չես կանգնել, գնացել ես առաջ եւ շատ լավ ես։ Այո, հավատա, որովհետեւ դա թող ասենք քո հանդիսատես, իսկ քո հանդիսատեսը դա ասում են։ Շնորհակալ եմ եւ երևի թե իմ Շամշադինյան, որովհետեւ այո, ես գիտեմ դու Բերդից ես, այո, Տարոշի մարզից, երևի այդ գիտես իդեպ դու ես կարող եմ գուցե սխալվում եմ, բայց այդ բարբառը մի քիչ խոսելուց մնացել է չի կարող չմնալ, իհարկե չմնա, դա իմ մեջ է, իմ էությունն է, իմ էության մի մասն է, ոնց որ ականջս պիտի փոքրանար, չի կարող լինել չէ։ Շատ լավ, Արման ջան, դե այնուամենայնիվ քայլերը եղան, հա, հետո փաստորեն ինստիտուտ դպրոց ավարտելուց հետո իհարկե արդեն պրոֆեսիոնալ ավարտեցի, չէ՞, կարծեմ, եթե չեմ սխալվում, Էլիսո Սարգս, հա։ Թատերական ինստիտուտը եւ մնացին հենց այնտեղ համազգային թատրոնում։ Բանակից հետո հիմնական մնացի արդեն համազգային թատրոնում, որը Սոս Սարգսյանի ղեկավարությամբ էր եւ փաստորեն մինչ օրս։ Մինչ օրս, արդեն քանի տարի։ 99 թվականից։ 99 տարի, այսինքն 99 տարի չէ, մեղակ ես։ Հա, չէ, 99 թվականից։ 27 տարի։ Համարյա։ Բայց տես, օրինակ դերասանները գաղտնիք չէ, որ առասարակ արվեստի մարդիկ մի քիչ շուտ են հոգնում, չէ՞, կա չէ՞ տենց բան։ Այսինքն ոչ թե հոգնում են, մի ուղղությունից են հոգնում։ Սիրում են ավելի այսպես տարբեր, չէ՞, կա չէ՞ այդպես արվեստի մարդիկ։ Հիմա տես 27 տարի մի թատրոնում հեշտ դժվար էր թե այնուամենայնիվ հեշտ, չէ՞, որովհետև միշտ դերասանը ինչ-որ փոփոխություն է զգում իր կյանքում, չէ՞, միշտ այդպես։ Դրա համար սովորաբար ինչու ոչ դերասանները օրինակ չեմ ասում հիմնական, բայց մեծ մասամբ դերասանները օրինակ մի 5-6 անգամ ամուսնանում բաժանվում են։ Չենք ուզում մնացած այլ բաների մասին, սովորաբար այդպես է, սովորաբար։ Այսինքն 27 նորություն են, թարմություն են։ Թարմություն ապրես, հիմա 27 տարի նույն թատրոնում։ Լավ է իհարկե, բայց դժվար չի։ Հետաքրքիր հարց է, երբեք չէի մտածել այդ մասին, որ կարող է գա մի օր ու ես զգամ ու մտածեմ, որ ես հոգնել եմ այդ միջավայրից կամ այդ թատրոնից։ Այդ թատրոնը ինձ համար թատրոն չի միայն, այսպես կամ աշխատելու վայր չի, հարգելի Արմեն։ Այդ թատրոնը ինձ համար չգիտեմ, կարող ես մտածել թե տուն է, մեկը կմտածի թե այնտեղն է։ Ես օրինակ այդտեղ ինձ շատ ապահով եմ զգում։ Ես այդտեղ շատ ապացուցելու կամ երևակայելու բաներ չունեմ այդ թատրոնում։ Բոլորն ինձ շատ լավ գիտեն։ Բոլորը իմ ընկերներն են, որոնց մեծ մասը նույն 99 թվականից մի կուրսից են եղել, մեր կուրսի վրա
նոր համալրվեց թատրոնը, հասկանում եք, այդ Սոսարքսյանը կուրսը հավաքեց, որ երիտասարդություն մտնի թատրոն։ Եվ այդ երիտասարդությունն այսօր դարձել է միջին սերունդ թատրոնը։ Եվ այդ մարդկանցից ես թաքցնելու ոչինչ չունեմ։ Իրենք ինձ անգիր գիտեն, ես իրենց փոխադարձ անգիր գիտեմ։ Նրանք շատ լավ գիտեն, թե որտեղ ես կարող եմ հուզվել, որտեղ ես կարող եմ հրճվել, ինչից լավ իմաստով մերկ եմ։ Եվ ինձ ուրիշտեղ այդքան լավ չգիտեն, ինչքան որ այնտեղ։ Ես այդտեղ չեմ մտածել, երևի աստվածամտքովս էլ չանցնի, որ կարող է ինչ-որ մի ժամանակ գա, որ ես հոգնեմ այդ միջավայրից։ Չէ, դա ինձ համար շատ հարազատ տեղ է։ Բայց կարող է, որ օրինակ տարիներ անց, երբ որ արդեն միջին սերնդից, հա, արդեն դառնաք արդեն ավագ սերունդ, եւ այդ վաղտ արդեն ժամանակը գա, որ զգաս, որ արդեն Երանից գամ։ հա Աստված տա որ Բայց չէ, ես այ թող չզգաս, որ Չէ, եթե չես զգում, դա շատ վատ է։ Չէ, բայց դառնում ես բեռ։ Հա, բայց չէ, եթե դառնում ես բեռ, բայց չէ, որ եթե կա պահանջարկ, հա, պահանջարկի մասին է խոսքը, որովհետև ես կարծում եմ, դե այսպես տարեց իհարկե դերասանները միշտ խաղացել են եւ իրենք երբեք բեռ չեն կարող համարվել, չգիտեմ, մստից ամենայն դեպս։ Դե Աստված տա, որ դա ժամանակին կարողանանք բոլորս էլ գիտակցել, որ պահն է հեռանալու։ Եվ իդեպ խոսեցիր, այսինքն 27 տարի հաստորեն համազգային թատրոնում նաև հասցրեցիր ինչ-որ մի որոշ ժամանակած ու նաև ղեկավարս այդ թատրոնը։ 3 տարի։ Այդ դա ղեկավարել թատրոնը նշանակում է որոշակի առումով ստեղծագործականից անցնել կազմակերպչական, ճիշտ եմ թե ոչ։ Այո։ Բայց հիմա ստեղծագործող մարդը այդքան հեշտ է կազմակերպչական անել այնուամենայնիվ։ Մի կողմից հեշտ է ինչի, որովհետև դու մեջն ես։ Հիմա պատկերացրու, որ օրինակ ինչ որ կողքից մարդ ով երկար տարիներ օրինակ ավտոպահեստամասերի կետ է ունեցել ու իրեն բերել են օրինակ նշանակել են թատրոնի տնօրեն, երևի տենց բաները լինում է հիմա։ Հիմա լինում է։ Միշտ է լինում է։ Երանի թե պահեստամասի աշխատող լինի։ Օրինակ իհարկե։ Հա, չէ, ես ոչ թե ասում, ուղղակի ուրիշ ասպարեզից, ես ուղղակի այսպես օրինակը բերեցի։ Բայց դու մեջն ես, հեշտ է, բայց այնուամենայնիվ մի քիչ արվեստ, այսինքն ավելի ստեղծագործականից լրիվ համաձայն եմ։ Այդ 3 տարին ինձ համար շատ հեռու եմ եղել ինքս թղթարարությունից շատ հեռու մարդ եմ եւ մինչեւ հիմա էլ չեմ սիրում, մանավանդ որ այդ 3 տարին ստիպված էի դա անել, ավելի չսիրեցի դա, բայց թու պիտի ասեմ, որ ոչ մի պարագայում ոչ մի սխալ, կոպիտ սխալ թույլ չեմ տվել թղթաբանության եւ վարչարարության մեջ։ Խաղացել եմ քիչ այդ 2 տարվա ընթացքում, 2 նոր ներկայացում։ Բայց համ խաղացել ես այսպես։ 2 նոր դեր եմ պատրաստել այդ 2 տարվա մեջ, 3 տարվա մեջ, աշխատում էի շատ չխաղամ։ Ոչ թե որ ժամանակը եւ այլն, այլ որ հանկարծ չստացվի, որ ինքը դարձավ տնօրեն, հա բոլոր դերերն ինքն է խաղում։ Հա, ես դրա խնդիրը չունեի, էլի։ Մանավանդ որ նկարվում էի զուգահեռ Մոսկվայում եւ այլն, դա դերի պահանջ չեմ ունեցել։ Փառքաստու։ Ու եղել են փորձեր, երբ որ գալիս էին փորձի ժամանակ, այնտեղ բեմի վրա ընկած, լույս են դնում, չգիտես ինչ, բան, քրտնած եւ այլն, հա, ասում էին, այստեղ մի հատ ստորագրի տնքենք, ուղարկենք նախարարություն։ Էդել մի ուրիշ ներկայացում, շատ համաձայն։ Բայց պիտի ասեմ մի ուրիշ բան նաև, որովհետև մենք սկսեցինք ավտո այո, դա օրինակ պահեստամաս։ Եվ լավ օրինակ էր։ Ինչ առումով, որովհետև ես օրինակ այդ 3 տարվա մեջ թատրոնում ինչ որ կար, որ ես կարող էի ինքս անել, ես չէի վստահում ուրիշներին։ Խոսքս դեկոր պատրաստելու կամ չգիտեմ ինչ որ մեխանիզմ, որը շատ բարդ բան է, կառուցվածք ունի եւ վտանգավոր, օրինակ կարող էր մի ժամի ինձ գտնել, ենթադրենք աստիճանը դրած այնտեղ, որտեղ չէի կարող վստահել ինչ որ մեկին, հանկարծ որ մի բան չլինի։ Էդ էլ եմ արել, դա նորմալ եմ համարում, որ դա պիտի լինի։ Մարդը պիտի հասկանա թատրոնից, դրա համար եմ ասում շատ ճիշտ օրինակ բերեցիք։ Պիտի հասկանա թատրոնից, պիտի հասկանա թատրոնի նյութը որն է, բեմադրական մասը պիտի ճիշտ աշխատի, իսկ նրանք կարող են Բայց տես ես քեզ հետ համամիտ եմ իհարկե, բայց այստեղ մի ուրիշ կա, հա, երևի գուցե խնդիր, երբ որ դու քո կոլեկտիվն է, քո ընկերներն են, դու աշխատում ես
եւ հոп մի օր դառնում ես տնօրեն։ Գա գոչունն է հա սուբորդինացիա այսպես հասկացողություն կա։ Այդ դեպքում դժվար չի, այսինքն, պետքա որոշակի որ կարգադրություններ տրվի, չէ՞, ուզես թե չուզես։ Բայց ընկալելի է դառնում դու։ Ես այն ժամանակ եմ ընկալելի եղել մինչև տնօրեն դառնալ։ Այսինքն առանց կարծում եմ ինչ որ չափով հիմա էլ։ Դա կապ չունի։ Կապ չունի։ Այսինքն չէ, ի նկատի ունեմ վերաբերմունքը չի փոխվում կամ։ Չէ, դու մտրակը չես վերցնում մտնում պլանշետկան։ Չէ, բացարձակապես։ Այլ այս բանն արվում է հանուն թատրոնի եւ դա բոլորը գիտակցում են, այդտեղ սուբորդինացիայի հարց չկա։ Հանուն թատրոնի արվում եւ պիտի արվի վերջ։ Ինձնից սկսած։ Դա այսինքն դրանով դե կարծում ես դրանով է հաջողությունը երևի գալիս եւ թատրոնի եւ ներկայացումների եւ իհարկե սիրված թատրոն, սիրված ներկայացումը, սիրված դերասաններ մի տանիքի տակ հավաքվել եք։ Իդեպ հիմա ոնց է երկացանք ասի, թատերացանքը Ես եմ վատ գնացի։ Այո, ոչ, դե տես ես քեզ այնց արեցի, որ դու մի անգամից արթնան ասես պես։ Ոնց երկացանք։ Երկում ենք։ Մենք երկին կանցնենք իհարկե, երկին։ Բայց լսի, ես նաև գիտեմ, որ այս ժամանակահատվածում քո 17 տարվա մեջ դու նաև ինչ որ մի ժամանակ մի քիչ անդրադառնանք ինձ։ Վարպետորեն կրճատես 17։ Հետո 7։ Հետո կաս եսով ես դու գնա։ Չէ, դու որոշակի առումով կապ ես ունեցել Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ, ճիշտ եմ թե ոչ։ Ինչ առումով։ Աշխատել ես։ Որպես դերասան նկարահանվել։ Որպես դերասան նկարահանվել, ահա։ Հիմա արի մի քիչ անցնենք կինոներին։ Արման ջան, ես օրինակ այսպես ուզում եի մի նախ տեսա որքան ֆիլմերում ես դու նկարվել եւ չէ շատ։ Եվ ես բազմիցս ասել եմ սիրելի հեռուստադիտողներ, մեր հեռուստադիտողները գիտեն, որ ես ունեմ շատ երկու իմ համար շատ սիրված ու հարգված դերասան, դա Արմանը Նավասարդյան եւ Լևոն Հարությունյանը։ Ես դա ասել եմ, ելի եմ ասում։ Ես շատ սիրում եմ Լևոնի անունից շնորհակալ։ Այո, ես շատ սիրում եմ քո խաղը, շատ սիրում եմ քո մարտեսակը եւ այնուամենայնիվ այդ ֆիլմերը, որովհետեւ ֆիլմերը, որով դու կերտել ես այդ կերպարն, իրենք շատ հիշված են եւ շատ յուրահատուկ են։ Եվ ինչն է հետաքրքիր, որ շատ բազմաժանր են, հա, դու խաղացել ես եւ փաստորեն, հա, ոչ միայն այսպես կատակերգություն, ոչ միայն կոմեդիա, այլ լուրջ իհարկե, եւ ոչ միայն Հայաստանում, նաեւ Ռուսաստանում իդեպ դու նշեցիր, բայց այնուամենայնիվ ո՞րն է քեզ ավելի հեշտ, հա, թե նույնն է, որ կերպարն է խաղաս։ Կապ չունի։ Չէ, տարբերություն չկա, բայց մարդ կա, որ օրինակ դերասաններ կա, որ կա, չէ, լինում է այդպես, թե գուցե եւ չէ, գուցե եւ շատ հնարավոր է, որ ռեժիսորներն են այդպես դիտարկում այդ դերասաններին։ Ես կարծում եմ, որ դերասանները, որոնք ունեն լայն հնարավորություններ, բայց հա, կարող են անել եւ բեմադրիչներն են հաճախ նրանց դնում նույն կաղապարի մեջ։ Չեն փորձում ուրիշտեղ, գիտեն որ սա լավ է ստացվում ու անդադար այս բան կաղապարի մեջ են նրանց տեսնում ու նկարում կամ դերեր հանձնարարում։ Բայց կարծում եմ, որ երկու տեղներ ես ինձ լավ եմ զգում։ Իմ սիրած ժանրը դա տրագիկոմեդիան է։ տրագիկոմեդիան։ Հա, եւ որ նա լինի, եւ մյուսը լինի, այդպես Իդեպ խոսենք այս ներկայացումների մասին, որ այստեղ խաղալու է։ Ներողություն, վերջին հաշվով միտքս ավարտել, վերջին հաշվով այդ դերի ոչ կոմիկական լինելն է գրավիչ դերասանի համար, ոչ էլ տրագիկ լինելն է գրավիչ, այլ դերի բնավորությունը պիտի գրավիչ լինի դերասանի համար։ Ինչ հետաքրքիր բան կա այստեղ անելու, ոչ թե ծիծաղեցնել կամ մեջ հետաքրքիր։ Բոլորովին վերջերս մի ժուրնալիստ ինձ հարց տվեց, թե կներեք իհարկե, ասեց, եթե նախատեսված է ներկայացման մեջ, որ այստեղ պիտի հանդիսատեսը ծիծաղի եւ չի ծիծաղում, ինչ եք անում։ Ես ասի դե ոչ եմ իջնելու խուտուտ կամ, ուրեմն ծիծաղելի չէ, որ չի ծիծաղում։ Հետաքրքիր կամ ասել եմ ծիծաղալ շուտ արա։ Չէ, հետաքրքիր չէ, տեսակ հարցեր չի կարելի։ Հասկանալի։ Արման ջան, ես իդեպ նաև ուզում եմ անպայման խոսենք, որովհետև իհարկե շատերը քեզ ճանաչում են ֆիլմերից, իհարկե ներկայացումներից բազմաթիվ, բայց նաև իհարկե շատ մարդ նաև ճանաչում է ձայնից, չէ՞, ճիշտ եմ, թե ոչ։ Լինում է։ Որովհետև իհարկե բազմաթիվ իհարկե ֆիլմեր ես կրկնօրինակել, քո ձայնը շատ գեղեցիկ ձայն, հնչող եւ ամենուր լսվում է։ Իսկ դա ոնց սկսվեց, թե դա այդպես եղավ առաջարկ, թե դու դա այդ ուղղությունը ոնց ստացվեց, որովհետև
Ինչպես որ մեր խոսակցության սկզբում շատ ճիշտ նշեցիք, որ իմ խոսքի մեջ կա Շամշադինյան մինչև ձայնագրություններ, Չէ, ձայնագրություն, չէ, սկզբից էր, այո։ Ուրեմն ասեմ, որ ես շատ մեծ դժվարությամբ եմ հաղթահարել իմ բարբարի, որովհետև ես պիտի էկրանից խոսեմ կամ միկրոֆոնի առաջ խոսեմ եւ բարբարով չէր լինի խոսել եւ ես ունեի մագնիտոֆոն եւ մագնիտոֆոնի վրա կասետը դնում էի այն ժամանակ եւ ձայնագրում էի ինքս ինձ վերցնում էի գիրքը եւ սկսում էի կարդալ հետո բան էի անում անջատում էի հետ էի տալիս ու սկսում էի լսել այստեղ լսվում է ակցենտ այստեղ ակցենտ կա նորից դու այնքան մինչեւ այդ լենտը մաշում էր, ես ուրիշն լենտ էի դնում եւ այլն։ Հիմա հենց որ միկրոֆոնի առաջ նստում եմ, ակցենտս վերանում է, հենց վերջացնում եմ, ասում ես բրծա։ Ասեմ, որ ինձ բանակից հետո Խորենի հետ Լևոնյան միասին են գնացել հանրային հեռուստաընկերություն եւ առաջին դուբլյաժի փորձը միասին ենք, այսինքն ես ինքս տարա, որ ես այնտեղ փորձեց եւ այդպես մեծ դժվարությամբ եղավ իհարկե, հեշտ չէր։ Դե դա էլ է բավականին դժվար գործ է, որովհետեւ իհարկե կրկնօրինակել դա ես այսպես իհարկե մի քանի անգամ տեսել եմ այդ գործի մեջ դու քեզ տեսել եմ եւ դա իրոք շատ բավականին ծանր գործ է, բայց էլի շատ հաջողված է ստացվում քեզ մոտ Արման ջան։ Ես իդեպ նաեւ ուզում եմ բազմաթիվ հեռուստադիտողների կողմից նաեւ շնորհակալություն հայտնել քեզ այդ աշխատանքի համար, որ դու անում ես։ Եվ հիմա արդեն մի քանի վայրկյանից անդրադառնանք հա ներկայացումներին, որոնք մոտորեր սպասում են, ես նաեւ ուզում եմ խոսել տարբեր իհարկե մրցանակներ է ստացել, եթե ես չեմ սխալվում 2020 թվականին լավագույն դերասան Արտավազդ մրցանակաբաշխությանը։ Չես էլ հիշում։ Դու բայց դու ուշադրություն դարձնում ես թե ոչ այդ կոչումներին։ Թվականներին չէ։ Բայց կոչումներին հա։ Հա, իհարկե դարձնում եմ, որովհետև դրանք կարևոր բաներ են, դրանք գնահատական են, դրանք շատ հարցեր կարող է լինել այնտեղ։ Մեկը կարող է համաձայն չլինել այս որոշ բան հետ, մյուսը կարող է դժգոհ լինել, մյուսը նեղված լինել, որ իրան չեն տվել կամ իր համակրումը նրան չեն տվել։ Բայց երևույթը իբրև երևույթ մրցանակաբաշխությունը, տարբեր ձևերով գնահատումները մարդկանց արվեստի գործիչներին եւ ոչ միայն շատ կարեւոր եմ համարում, որովհետեւ ինչ որ զտում է գնում այդտեղ։ Լավագույններին առաջ են բերում, լավագույններին ի ցույց են դնում, որոշակի ձևով միջավայր են ստեղծում եւ այն մարդիկ, ովքեր որ չունեն այդ մրցանակները կամ կոչումները կամ տիտղոսները, ձգտում են ունենալ, ձգտում են մի լավ գործ անեն, որ իրենց էլ գնահատեն։ Ես դրանք այդ առումով կարեւոր եմ համարում շատ։ Մի կողմից նաեւ ստացողի համար դա ստիմուլ է տալիս որոշակի ձևով պատասխանատվության որոշակի ինչ որ բան է առաջացնում մտածում են որ հիմա ես ստացա ուրեմն ընդհանրենք վաստակավոր արտիստ եմ կամ ժողովրդական արտիստ եմ ես իրավունք չունեմ կեսվոտ խաղալ բեմի վրա ես պիտի չէ Այսինքն տվյալ պարագայում միայն այստեղ դերասանը չի բավարարվում այսպես հանդիսատեսի ծափարություններով եւ դրանով, այսինքն որոշակի առումով այս ստիմուլը հարկավոր է լինի։ Իհարկե, որովհետեւ այն ստացած միջոցներն էլ շոշափելի չեն մեծ հաշվով։ Եվ ամենը գնահատական։ Ես քեզ հետ համաձայն եմ, որովհետև ամեն տեղ յուրաքանչյուր ասպարեզում դա այդ ստիմուլը կա, չէ՞։ Հիմա տվյալ պարագայում օրինակ, եթե միտեղ օրինակ ստանում են պարգևավճարներ, ինչու օրինակ չպետք է ստանա դերասանը կոչումներ, որպեսզի օրինակ էլ ավելի որոշակի։ Դե տեսեք, հիմա նույն բանը կարող ենք ասել զինվորականության մեջ շքանշաններ չտան զինվորականները, կոչումը չբարձրացնեն զինվորականները, ինչ կդառնա։ Իհարկե դա բարձրանում է եւ մարդն էլ իրեն լավ ազգում շքանշան ունի Լենինյան, մյուս, բազմազավակ մոր։
Շատ լավ, Արման ջան, դե մենք արդեն խոսեցինք հաղորդման սկզբնամասում, հենց այսօր արդեն ժամանել եք Համազգային թատրոնով։ Իդեպ ես նաև մենք անցյալ անգամ իհարկե մեծ ցանկություն կար, որ կրկին այստեղ էր հյուրախաղերով, որպեսզի հանդիպենք, չստացվեց, բայց դա կարծում եմ էլի կլինի այդ ներկայացումը եւ անպայման առիթ կունենան գուցե ստացված, այո։ Հիմա մի քիչ ավելի մանրամասնես, հա, ինչ է սպասվում, նաև մեր հեռուստադիտողները դիտեն, որ ներկա լինեն, ահա։ Մեծ սիրով։ Դե համազգային հայ կրթական մշակութային միությունը, Ամերիկայի վարչությունը մեզ հրավիրել է արդեն 3 անգամ։ 3 անգամ, այո, 13-14 թվականներին, թե 14-15։ Լավ, այդ թվերը հիշում ես։ Ես թվերից լավ չեմ։ Բայց հիշեցի 13-ը, որովհետև Սոս Սարգսյանի մահվան տարիներ եւ դրանից հետո մենք եկանք առաջին անգամ։ Սա երրորդ ուրեմն հրավերն է մեր, շատ առաջին 2 անգամը շատ մենք հարազատացանք, եղբայրացանք, ընկերացանք, երբ որ մարդկանց հետ նայում ես նույն ուղղությամբ եւ նույն մտքին ես, նույն գաղափարներն ես կիսում, նույն խոհերն ես կիսում, չի կարող դա հենց այնպես գնալու կորչել, դառնա գործարք կամ ինչ որ բիզնես կամ համագործակցություն։ Դա արդեն ավելի ջերմանում, ավելի մտերմանում է եւ երրորդ անգամ մեզ հրավիրեցին թատրոնին, մենք խաղալու ենք Հոլիվուդի Barnsdall Gallery թատրոնում, այս որ ամիսն ենք։ Ապրիլ, արդեն ապրիլի 7-ին 7-ին կխաղանք իտալական մի գործ, կոմեդիա, ես կասեի դրամատիկ կոմեդիա։ 3-4 հոգով ենք խաղում, Դավիթ Հակոբյանը բեմադրել է ներկայացումը եւ մի փոքր դերակատարում ունի, շատ հետաքրքիր։ Ես եմ խաղում Վարշամը Գևորգյան, Ստեփան Ղամբարյան, շատ հետաքրքիր դերով հանդես է գալիս Վարշամը եւ ունի արտավազդ մրցանակ այդ դերակատարման համար։ Կոչվում է Իսկ դրսում ձյուն է գալիս։ Ահա, դա ամսի 7-ին։ Ամսի 7-ին ժամը 7:30 PM, այո։ կներեք։ Ասա 19:30։ Դե հա, 19:30։ Իսկ Չէ, սովորե PM-ը։ Իսկ հասկաց։ Հա, PM-ը իրիկունն է, AM-ը առավոտ, ես տենց։ AM-ը թե AM։ Ինչ է։ AM, հա։ հա, after meridian եւ post, այսինքն AM-ը դե գիտենք առավոտն է, PM-ը իրիկունն է։ Այդքան բան է, իմանանք հերիքը։ Վերջը, եւ ամսի 8-ին խաղում ենք Պարուշ Սևակի բանաստեղծությունների, այսպես կոմպոզիցիա, Նարինե Գրիգորյանի բեմադրությունը, որը ճանաչվել է լավագույն ներկայացում երիտասարդական այլոց։ Հա, հենց այնպես բաներ չենք բերել, լուրջ բաներ է, այո։ Չէ, դե դուք որ արդեն եկել եք, արդեն ես կարծում եմ շատ լավ ներկայացում, շատ լավ տեմպերամենտով ներկայացում, կրքոտ ներկայացում, երիտասարդներն են խաղում բնականաբար, քանի որ կրքոտ ասացի։ Երրորդ ներկայացումը դա հաղթանակի գենեզիս ներկայացումն է, Նարինե Գրիգորյանը բեմադրիչ եւ դերակատար, Վարշամը Գևորգյան դերակատար եւ ձեր Խոնարհ Ծառան, իսկ այդ ներկայացումը հաղթանակի գենեզիսը դա դոկումենտալ ներկայացում է, մենք պատմում ենք մեր մանկության մասին, մեր մանկության հաղթանակների մասին, պատերազմի մասին, կրած զրկանքների, հիշողությունների, շատ վերաբերում այդ ներկայացումը բոլորին բոլոր հանդիսատեսին, ովքեր նստած են դահլիճում, որովհետև բոլորն ապրել են այդ օրերը։ Եվ իհարկե մենք որպես մանուկ, որպես պատանի, մեր աչքերով այդ պատերազմը, այդ հաղթանակը, մեր ծնողների ապրումները, մեր մեծանալը, մեր փայտի գնալը, ջրի գնալը եւ այլն եւ այլն, եւ այս ամենը այսպես ամփոփված հաղթանակի գենեզիս վերնագրի մեջ։ Եվ 4-րդ ներկայացումը Վիգեն Հովսեփյան պոետի, բանաստեղծի, էլի բանաստեղծությունների այսպես կոմպոզիցիա, աստղերու հավատքով, դա էլ ամսի 10-ին։ Այսինքն ամսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին, 7-ից 30։ 7-ից 30 երեկոյան
Բարզդել գալերի թատրոնում։ Թատրոնում։ Հոլիվուդի։ Այո, այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, 4 երեկո, 7, 8, 9, 10 կարծում եմ այսպես Արմանի ներկայացնելուց հետո առհասարակ իհարկե բոլոր 4 ներկայացումները կարծում եմ Ես ուզեցի շատ ներկայացնել, որ որ մարդիկ գան գան, թե տեսնեն, չէին այո։ գա։ Չէ, արդեն հետաքրքիր է եւ բնականաբար դերասանական կազմը, որ այստեղ է, կարծում եմ իրոք հրաշալի մի ներկայացումներ են լինելու եւ ես որ գնալու եմ անպայման։ Ես սիրով կսպասեմ։ 7 8 9 10 դուք նույնպես սիրելի հեռուստադիտողներ, նույնպես մասնակցեք եւ Արման ջան, մինչ անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, եւս մեկ հարց, դե այսպես հյուրախաղերով հաճախակի իհարկե լինում ես, դե գաղտնիք չէ որ այսօր շատ դերասաններ ասպարեզի մեր երգի ասպարեզի թատրոնի կինոյի եւ այլ այնուամենայնիվ ցավալի է թե ցավալի չէ, մենք դրա մասին իհարկե չենք խոսում, որովհետեւ դա յուրաքանչյուր մարդու այսպես անձնական գործն է, կարծում եմ, բայց տեղափոխվում են որոշակի առումով։ Այստեղ Միացյալ Նահանգներ են գալիս, իսկ քեզ մոտ տենց մտքեր Աստված չանի։ Չանի։ Դու դեմ ես, կտրականապես դեմ ես։ Այո, եւ զարմանում եմ ինչ եք անում այստեղ։ Տեսա կասեմ։ Ես, այո։ Դե ամենայն դեպս տես մենք այնուամենայնիվ առիթ ստեղծում ենք որպեսզի միասին այստեղ նաև հանդիպենք։ Դե հետո իմ ասացի երկրորդ շարքն էլ կա, եթե դուք այստեղ չլինեիք, ես ինչի պիտի գայի։ Շատ լավ։ Դե քանի դեռ չես եկել, արի ասենք մեր հաղորդման երկրորդ էջին։ Մի քիչ այսպես ավելի թեթև, հումորային կարելի ասել եւ մի քիչ երկի հետ կապված։ Մենք այսօր երկին անդրադարձանք, որը դու շատ այսպես կտրականապես շատ ագրեսիվ մոտեցար հենց երկի անմտվեցի։ Չէ, դու չէ։ Դու չէ։ Իդեպ երկում ես, դու երկում ես, չէ՞, թե չես երկում։ Ես դու լավ երկում ես, ես գիտեմ։ Բաս բարիտոն։ Օպերայում 4 տարի երգել եմ։ Ինչի 4, որովհետեւ հավատաց։ Չէ, 4 տարի։ Ես գիտեի 6 տարի, ես 4 տարուն չէի հավատում։ Հասկացա, ես 6 տարի գիտեի դրա համար։ Ինձ չէին պահի երկեցողության համար։ Ինչու՞, այտենց ոտ։ Դե որովհետեւ երաշտական։ Ես գիտեի 4 տարի դրա համար։ Շատ լավ, բայց հիմա մենք ոչ թե երկին ենք անդրադառնալու, երկի բառերին։ Իդեպ դու հետ ստեղծագործել ես, գրել ես որոշակ ինչ որ։ Հա, իհարկե։ Գրել ես, էտել ես սուտ։ Այո։ Սուտ չէ։ Էսի սուտ չէ։ Բանաստեղծությունն է, չէ։ Ահա, բանասը գրել ես։ Ինչպես ցանկացած պատանի, որը սիրահարվում է, չի սիրահարվում, ինչ որ բանով հրապուրվում է, բնությունով, չգիտեմ, հայրենիքով, սիրած աղջկանով եւ այլն, ինչ որ բաներ է ստեղծագործում, չէ։ Ես էլ հետ չեմ մնացել այդ ամեն ինչից, ունեմ ինչ որ բաներ գրած, բայց հանրայնացնելու բան չէ։ Հանրայնացնել, ես ուզում եի հարցնել, բայց լավ, եթե չէ։ Հիմա երկի բառերն ենք լսելու, 3 հատ երկի հատված ենք Արման ջան միասին լսելու։ Երկերը քեզ կարող են ծանր լինել, անծանոթ, դա կարևոր չէ։ Պարզապես մենք լսում ենք երկի բառերը, երգը ընդհատվում է։ Ես 4 տարբերակ ասում եմ շարունակության, մեկը ճիշտ, 3-ը սխալ։ Եվ դու պետք է դրես։ Այո, ուշադրությունը միայն դարձնում երկի բառերին, լավ։ Սիրելի հեռուստադիտողներ, եւ այսպես Արման Նավասարդյանի հետ միասին անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, դուք իհարկե նույնպես ակտիվ մասնակցում եք եւ հիմա խնդրեմ առաջին երկի հատվածը միասին լսում ենք։ Հիմա փաստորեն բառերը չհասկացա։ Հա, նա իրանք ասում են ընկերներով ծնունդով հավաքվում են եւ այլ, հետո ասում է բացարա։ Բացարայից վարդավառ հասկացա։ Չէ, վարդավառ։ Բայց կարող է լինել վարդավառ։ Չէ, վարդավառ չկա, լսի, բացարա։ Կապ չունենա, չէ, իրար հետ այդ երկի բառը։ Վարդավառը մոռացանք։ Բացարա, ըտե ընդհատվում է։ Բացարա, պիտի իմանանք ինչը բացարա։ Հա, հիմա 4 տարբերակ ասում եմ քեզ։ Բացարա, կարմին գինին բացարա, առաջին տարբերակը։ Երկրորդը բացարա, պատուհանդ բացարա, երկրորդը, երրորդը բացարա, օղոշիշը բացարա, երրորդը, եւ չորրորդ տարբերակը բացարա, աղջիկներին ռադարա։ Չէ, բացառենք մի անգամից։ Աղջիկներ, հա, էլի, որ աղջիկները ռադարել է որն է, դա որ դառնա աղջիկներ, դա ինչ շնորհք է, չէ, իսկականից։ Կարող է լինել աղջիկներին դեսնարա։ Հա, սիրուն չի, իհարկե, չի կարելի։ Ուրեմն բացարա, ես կասեի։ Այսինքն 4 տարբերակ, կարմիր գինին բացարա, պատուհանդ բացարա եւ օղոշիշը բացարա։ Պատուհանդ բացարա, պատուհանդ բացարա, մարմինը տեսնեմ,
Պետք է ուրիշ երգ։ Հետո ինչը ինչ է։ Այո, դե կա տես երգ, բայց այդ ինձ թվում է ուրիշ երգ է։ Դե ոչինչ, ես հիմա հորինում եմ։ Հա, հորինում։ Իսկ Օղուշիշը բացարա դժվար։ Ինչու։ Գինու շիշն ավելի պոետիկ է ինձ թվում է։ Հա, բայց եթե տղերքով հավաքվել են, ինձ թվում է Օղուշիշ։ Ես вообще կասեի բացարա, սուպրա սեղան բացարա։ Հասկացա։ Դե հիմա սուպրա սեղան։ Ուրեմն Օղուշիշ, գինու շիշ։ Գինու շիշը։ Այսինքն պատուհանը չէ, Օղուշիշը չէ։ Հա, Օղուշիշն է, ճիշտ է։ Չէ, հələ հիմա կտեսնենք, ուղղակի ուզում եմ ասեմ տղերքով հավաքվել են կարմիր գինի, երբ պետք է օղ լիներ, չէ։ Լավ, ուրեմն։ Չէ, ես չեմ համոզում, դու պետք է ընտրես, որտեղ Կարմիր գինին ասել եմ արդեն։ բացարա կարմիր գինին բացարա այս տարբերակ ընտրեց Արմանը, ճիշտ է դա թե ոչ, մենք հիմա լսենք եւ անցնենք երկրորդ երգի հատվածին, խնդրեմ։ Դե հավաքվեք արդեն եկել եմ ուտա, մենք նշում ենք մեր ընկերոջ սնունդը, հող նվագեն սուրնա դուդուկ դողոլը, մենք ուրախ ենք ամեն տարի այսօր, բացարա, կարմիր գինի։ Չէ, ես այս երգը չգիտեի։ Չէ, ես գիտեմ որ դու այս երգը չգիտեիր, բայց ինչի կար, այսինքն որտեղ դե ինքը Պոետիկա լավն է կարմիր գինին բացարա։ որտեղ տես ճիշտ ասիր, պատուհանը բացարա ինքը կա այդ երգը։ Հետո սխալ է նաև քերականորեն է, կարմիր գինին բաց չեն անում, կարմիր գինու շիշը բացարա։ Բայց կարմիր գինին ոնց բացես, գինին ջուրը կբացես, չես Հա, բայց դե բացես։ հետ ապաստոն ճիշտ է։ Հա։ Բրավո, մեկ Եվ մեկ իսկ դե գինու սիրահար ես դու թե այլ։ Ոչ։ առանձնապես Ոչ մի բան է, ճիշտ է, իհարկե։ Այս որ տարավոր դերասան ինչ որ ոգելից խմիչքներով չարաշայի։ Երկրորդ երգը, ասենք երկրորդ հատ։ Խնդրեմ 1-0 առայժմ Արմանը հաղթում է եւ խնդրեմ երկրորդ երգը լսենք միասին։ Շատ ուզեմ սիրել ու սիրվել ախ հայկական, շատ եմ ուզում ապրել հոգով մեր հայկական, շատ ուզեմ ես սիրել հոգով հայաշկա, բայց իմ կյանքում ալախ նրան չհասկացան։ Հայացքներ աննման, շկալամը ձեզ նման, մի տանջեք դուք մեզ այդքան։ Այսինքն աղջիկների մաս, այո, հայ աղջիկներ մի տանջեք դուք մեզ այդքան եւ հիմա շարունակություն Արման ջան։ Մի տանջեք դուք մեզ այդքան հայացքներով աննման, առաջին տարբերակը։ Երկրորդը մի տանջեք դուք մեզ այդքան աչիկներով հայկական։ Երրորդը մի տանջեք դուք մեզ այդքան գազի գնով ռուսական։ Եվ մի տանջեք դուք մեզ այդքան ապրանքներով չինական։ չինական։ Ապրանքներով չինական այս տարբերակն ես ընդունում։ Չինական ապրանքներով տանջում են աղջիկները մեզ։ Ինչու։ Դե բա ինչ է դա։ Հա, դե բան, հա։ Չէ, կատակ, եթե հաղթեմ նվերեք տալու։ Ասենք ես Հաղթես երկրի իհարկե ժողովածուն կնվիրեք։ հաղթես մեր հերոստադիտողների ծափարությունները քեզ իհարկե կլինի որպես իհարկե հաղթանակ, որպես մրցանակ եւ իհարկե կոչում։ Այդ դեպքում աչիկներով հայկական։ Աչիկներով հայկական, ոչ թե հայացներով աննման։ Դա էլ է լավը, բայց եթե այնտեղ հայկական բառը միտեղ օգտագործվում էր, չէ՞, Հա, բայց դա եմ ասում երկու անգամ։ կրկնեն ոչինչ։ Հա, տենց։ Իսկ գազի գնով ռուսական չէ։ Ինչու գազի գնով ռուսական։ Հա, то есть տանջեք մեզ այդքան։ Չէ, գազի գինը ռուսական ավելի ուրիշ տեղ է տանում։ Հասկացա։ Երևի թե ոչ աղջիկ։ Ռուսաստան։ Չէ, բա ինչի Ռուսաստան։ Հիմա մարդիկ կլսեն տրամաբանություն կփնտրեն այս ասածների մեջ։ Բացարձակ։ Հայացներով աննման, աչիկներով հայկական։ Այս երկուսից մեկը պետք է Կարծում եմ այո։ Աչիկներով հայկական։ Շատ լավ։ Դա։ Մի տանջեք դուք մեզ այդքան աչիկներով հայկական այս տարբերակը ընտրեց Արմանը, որքան էլ ես փորձում եի, որպեսզի նա ընտրեր հայացներով աննման տարբերակը, բայց ինչ արած, աչիկներով հայկական, լսենք ճիշտ տարբերակը։ Հայացքներ աննման, շկալամը ձեզ նման, մի տանջեք դուք մեզ այդքան, աչիկներով հայկական։ Ոնց ոչ թե հայկական, այլ հայկական։ Դու այս երգը լսել ես Բացարձակ։ 2-0։ Այդ լավ է թե վատ։ Դու արդեն հաղթել ես։ Չլսելով։ Դու արդեն հաղթել ես, անգամ փաստորեն այդքան երկար ճանապարհ եկալ, հոգնած, եկավ եթերի, ուղիղ եթերի եւ հաղթում ես 2-0։ Ու դժվար էլ քնեմ այսքանից հետո։ Հա, էլ դժվար։ Ես մենք անպայման իհարկե մեր եթերից հետո քեզ այս երգը փոքրիկ
որպեսզի դու տունը նույնպես լսես, որ կարաս 2-0, բայց երրորդը պետքա լսենք։ Երրորդ, որ տեսնենք ինչ որ հաշիվը ինչպես է լինում։ 2-0 Արմանը հաղթում է եւ վերջին երրորդ երգը միասին լսենք։ Թող Աստված լինի Տերը, ուրախացնե օրերը, բանես քո աշխարհ գալով, ես ապրում եմ քեզանով։ Թող Աստված լինի Տերը, ուրախացնե օրերը, բանես քո աշխարհ գալով, ես ապրում եմ քեզանով։ Ապրես ուրախ երջանիկ, Աստվածային իմ բանիկ, ասրանքը քեզ հալալա։ Ապրես ուրախ երջանիկ, Հասկացա, այդ կրկներքը ոնց էր։ ապրես ուրախ երջանիկ, Աստվածային իմ բալիկ, այս կյանքը քեզ հալալա, հիմա տարբերակը։ Ալինա անուշ բալա, Կարինա ուրիշ անուշ բալա, Իլոնա անուշ բալա եւ չորրորդը Էսգիլասա թե բալա։ Էսգիլասա թե բալա, որովհետև հալալային ավելի համահունչ է էսգիլասա թե բալա։ Ինչներ հալալա, ոնց էր։ Ալինա կարի։ Չէ, հալալ։ Այս կյանքը քեզ հալալա։ Այս կյանքը քեզ հալալա, էսգիլասա թե բալա ավելի լավն է։ Եկեք որպեսզի մի տեղ պարտվեմ, թող լինի էսգիլասա թե բալա։ Ալինա, Կարինա, Իլոնա։ Չէ, դրանք բոլորն էլ կարող են լինել։ Ինձ հետաքրքիր է, որ Էսգիլասա թե բալա։ Այս կյանքը քեզ հալալա, էսգիլասա թե բալա, այս ավելի լավ է։ Լավ, Էսգիլասա թե բալան ընտրում ենք, բայց դա ենք ընտրում այսպես թե այնպես, բայց եթե են երեքից մեկը որը ըստ քեզ կարող է լինել։ Խմի ասեմ ճիշտ եմ դուրս գալու Չէ, խնդրակ։ դու արդեն Իլոնան, որովհետև հալալա Իլոնա նմանություն կա։ Հասկացա, բայց դու ընտրել ես Էսգիլասա թե։ Շատ լավ, լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք առաջ, խնդրեմ։ Ապրես ուրախ երջանիկ, Աստվածային իմ բանիկ, ասրանքը քեզ հալալա։ Երբեք ես կա երջանիկ չէ եղել։ Իլոնա։ Հաջողություն չէ, Իլոնա հալալա, հա, դեպի Իլոնա։ Իդեպ շատ գուշակում ես լավ դու, թե։ Ես ժամանակին գնացել եմ այդ դպրոց։ Գնացել ես։ Կան այդպես չումակ, հիշում ես կար Իհարկե չումակ։ Այդպես բան մարդիկ կան։ Իսկ օրինակ վիճակա խաղաց է վիճակա այսպես թվեր գուշակել է սպորտ լոտո, հիշում ես կար։ Չէ, երբեք չեմ հաղթել այդ տեսակ խաղերում։ Նույնիսկ Նույնիսկ այն վատ տարիներին, երբ որ լոտո էինք խաղում, այդքան արագ չէի հաղթում ես։ Հա, ես էլ այն ժամանակ եթե խաղացել ենք, ինչ որ թեթև բաներ ենք, ինչ որ միշտ հաղթում համներ։ Արման ջան, բրավո, 3-0։ Այմա հանգիստ կարող ես գիշերը քնել, պատրաստվել ներկայացումներին։ Հիմա որ եթերը վերջանա, ես քեզ մի հարց կտամ։ Շատ բարի։ Այդ որ տարբերակից, շատ լավ։ Արման ջան, եւ հիմա մինչ մեր հաղորդման ավարտին, իդեպ ավարտին մենք միասին եթե դեմ չես լինի կդիտենք ներկայացումներից, հա, փոքրիկ հատվածներ, որը պատմելու են ներկայացումների մասին, կհիշեցնենք համ մի քանի օրից 7-8-10 դրա մասին, բայց բացի այս ամենից, իհարկե ներկայացումները խաղացիր, վերադառնում եք Հայաստան, ինչ հետագա նախագծեր կան, ինչ թե առայժմ սա է։ Հյուրախաղային իմաստով։ Հյուրախաղային նոր թատերացանկում ներկայացումներ։ Այո, ունենք ներկայացումներ, ամսի իմիջի այլոց ես մեր թատրոնում, այսպես ճակերտավոր ասեմ, հանդգնեցի եւ բեմադրություն արեցի իմ վարպետների հետ, Դավիթ Հակոբյանի եւ Գրետա Մեջլումյանի, ջին խաղը եւ արդեն գրեթե մի տարի է այդ ներկայացումը խաղում են եւ ամսի 17-ին ապրիլի ունենք Երևանում ներկայացում եւ մայիսի 17-ին հրավեր ենք ստացել Գյումրիում խաղալու, իսկ դա շատ պատասխանատու բան է, որովհետև դեռ մեծերն էին ասում, որ եթե մի բան ես արել ու կասկածում ես լավն է թե չէ, տար Գյումրի։ Եթե հավանեցին, ուրեմն արժեք ունի։ Այդ առումով Գյումրին այո շատ աչալուրջ հանդիսատես է, շատ թատերային, շատ կիրթ, թատերասեր եւ անկողմնակալ հանդիսատես է։ Շատ եմ սիրում Գյումրին։ Գյումրու հանդիսատեսին եւ պիտի տանենք տեսնենք ինչ է։ Հետո մայիսի 25-ին գալիս ենք նորից ուրիշ մի ներկայացումով Միացյալ Նահանգներ Մկրտիչ Արզումանյանի, Էվա Խաչատրյանի հետ իմ կնոջ ամուսինը ներկայացումը բերում ենք Լոս Անջելեսում խաղալու
մանրամասներն արդեն ես հիմա Շատ բան։ Դե մենք հուսով ենք նաև մայիսին կհանդիպենք, իհարկե այդ կարծեմ 29-ին, 4-ին, այդպես հունիսին։ Հրաշալի է, դե կարծում եմ առիթ կունենանք հանդիպելու եւ հիմա կրկին եւս մեկ անգամ Արման ջան դեմ չես հիշեցնենք, սիրելի հեռուստադիտողներ, ուրեմն ապրիլի 7-ին, 8-ին, 9-ին եւ 10-ին ժամը 19:30 ամեն օր նոր ներկայացում է լինելու, տարբեր ներկայացումներ եւ Արման ջան որտեղ էր կրկին հիշեցնենք։ Ինչ էր։ Հա Հոլիվուդի հեսա 4 օր անգիր եմ արել Հոլիվուդի Barnsdale Gallery թատրոնում։ Ահա, այսպես, երեկոյան 7:30։ Իհարկե ցանկալի է որ ամեն օր կարելի է գնալ, որովհետև տարբեր ներկայացումներ, հետաքրքիր, իհարկե։ Մեկը մեկից հետաքրքիր։ Շատ հրաշալի, այսպես դերասանական կազմ, մի խոսքով բարի ժամանց։ Եվ դեմ չես մի հատ հիմա դիտենք, հա, պատմող տեսանյութը ներկայացումների մասին, սիրելի հեռուստադիտողներ, եւ այնուհետեւ կավարտենք, բայց մինչ դիտենք տեսանյութերը, եւս մեկ անգամ ուզում եմ ներկայացնել, հիշեցնել մեր նախագծի գործընկերների մասին եւ շնորհակալություն հայտնել իրենց աջակցության համար։ Armenian Evening նախագծի ովանավորներն այն One Detox Center կազմակերպությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ եւ վերադարձնում լիարժեք կյանքի այդ մարդկանց։ Ձեր շրջապատում դուք ունեք նման խնդիր, մի հապաղեք, պարզապես զանգարեք, գնացեք եւ բոլոր հարցերը, խնդիրները կլուծվեն։ Հեռախոսահամարն է 409 9000 911։ Մեր նախագծի գործընկեր Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր, որը ձեզ առաջարկում է շատ հարմարավետ համարներ, լողավազաներ տաքանքային ջրով եւ բոլոր պայմանները լիարժեք հանգիստ անցկացնելու համար։ Ունեք ազատ օրեր, զանգահարեք, գնացեք, վայելեք։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Շնորհակալություն մեր գործընկերներին եւ այս պայն սիրելի հեռուստադիտողներ դիտենք մի քանի տեսանյութ հենց սպասվող ներկայացումների մասին։ Խնդրեմ։ Այս սիրելի հեռուստադիտողներ, հենց նոր դիտեցինք փոքրիկ տեսանյութերը այդ ներկայացումների ամսի 7-ին, 8-ին, 9-ին եւ 10-ին։ Կարծում եմ իհարկե անպայման պետք է դիտել եւ վայելել։ Արման ջան, ես կարծում եմ առասարակ իհարկե շատ լավ կանցնի, հանդիսատեսը իհարկե միանշանակ գոհ կմնա
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա երեկոյի համար, գիտեմ որքան դժվար էր ճանապարհից, բայց հրավերքը չմերժեցիր։ Հաճելի էր իհարկե, քեզ հետ միշտ հանդիպելը հաճելի է, զրուցելը, որովհետև քեզ իհարկե մենք շատ բոլոր շատ հարգում եւ սիրում ենք։ Եվ իհարկե անպայման կհանդիպենք, կարծում եմ դեռ առիթ կլինի։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ Արմեն ջան եւ շատ մեծ սիրով եմ եկել, որովհետեւ այդ նույն հարգանքը ես ունեմ քո հանդեպ։ Շնորհակալ եմ Արմեն ջան։ Սիրելի հեռուստադիտողներ, դե արդեն հանդիպում ենք հաջորդ 5 շաբթի երեկոյան 22:30 իհարկե AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում առողջ եղեք, մի քիչ զինվեք համբերությամբ եւ մենք անպայման շատ շուտով կհանդիպենք։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։